Ես համոզված չեմ, որ կան բանակցություններ հիմա, բայց ես մեկ-երկու իմ կարծիքով կարևոր առաջարկներ առականեմ, որ հասկանանք ինչի մասին է խոսքը։ Դուք գիտեք, հուլիսի 20-ին դաժանաբար մեր ոստիկանները ծեծեցին խաղաղ ցուցարարներին։ Ну, պարզա է, դա պետք է ուսումնասիրվի, բայց այդտեղ նաև հետաքրքիր մաս կա։ Իրենց դաժանությունը հայերի նկատմամբ շատ հետաքրքիր երևույթ է։ Ոստիկանության հայերի նկատմամբ։ Հիմա պատկերացրեք մենք այդ մարդկանց ուղարկենք ճակատ, շփման գիծ, հայ-ադրբեջանական։ Ոնց են իրանք, ասենք, ատելությամբ լցված ադրբեջանցերին նկատմամբ, եթե հայերին այս ձևի ծեծում են։ Ուրեմն առաջարկում եմ իշխանություններին այդ խումբը ոստիկանների, որոնք ամսի 20-ին ծեծեցին ու բավական մեծ թիվ է, այնտեղ խոսքը 100-ի մասին չի, գնան ճակատը պաշտպանեն։ Մյուս իմ առաջարկը դուրս բերել դիպուկահարներին այս զոնայից։ Մյուսը դիմում եմ ոստիկաններին չկատարել հանցավոր հրամաններ։ Ճգնաժամային բանակցությունները մի հատ մեծ տարբերություն ունեն տվյալ դեպքում։ Ոչ թե պիտի բոլոր խնդիրները լուծվեն, այլ կողմնակի խնդիրները միանգամից ջնջվում են, տակը թողնում են ամենակարևորները։ Իսկ պետք է կարողանանք զտել այս պահին ինչն է, որ խնդիրն է ստեղծում այս ճգնաժամային վիճակը եւ փորձել այդ խնդիրը լուծել եւ միայն այդ խնդրի մեջ ընդգրկված կողմերի հետ բանակցել։ Մեր մոտ կողմերը շատացել են, բանակցությունը չի նշանակում երկկողմանի, որովհետեւ հաճախ բանակցություն ասում են երկու կողմ են պատկերացնում, տվյալ դեպքում զինված տղաները եւ իշխանությունը այդպես են ձևակերպում։ Այդքան էլ այդպես չի, նույն տղաների մեջ նույնպես բանակցային գործընթաց են ընթանում, ներքին։ Դա արդեն ներքին բանակցություններն են, ոստիկանությունում իրանց եւ այլն, այսինքն բանակցային process-ը անընդհատ process է տարբեր կողմերի միջև ու պետք է հասկանալ ամեն կողմ ինչ է ուզում, ինչով է առաջնորդվում, ինչ շահ ունի եւ իրանց հետ համապատասխանաբար զրուցել։ Ես մի բան ասեմ, որ այս process-ում բավական շատ մեծ նշանակություն ունի, դեպի ճգնաժամային բանակցություններում ինքը բնական ունենում է, դա հույզերն են, ահա որ հուզական վիճակ է, շատ հուզական եւ դրան է գումարենք վստահության կրիզիսը, բառից բուն իմաստով, որը հանգեցրել է բանակցային մի հատ ամենալուրջ խնդրի, դա հաղորդակցությանն է, ինչպիսի հաղորդակցություն մենք ունենք։ Այս պայն ամենամեծ խնդիրներից մեկը հաղորդակցությունն է, որը որոշվեց լուծել Վիտալի Բալասանյանին ընդգրկելով որպես միջնորդ եւ միջնորդը բանակցող կողմ չի։ Ինքը բանակցող է, բայց կողմ չի, դա է կարևորը հասկանալ։ Սովորաբար միջնորդի մի դժվար առաքելություն ասեմ, ուրեմն ամեն մի կողմը, որ տեսնում է միջնորդը իր շահը առաջ չի տանում, հայտարարում է, որ նա մյուս կողմից է։ Միջնորդն էլ պետք է լինի պրոֆեսիոնալ։ Ես կգնահատեմ, որ Վիտալի Բալասանյանը շատ լավ վստահելի խողովակ էր, շատ իրոք կարողացել էր վստահություն ստեղծել կողմերի միջև, իհարկե բանակցային փորձ ուներ, բայց արդյոք այս իրավիճակում ինքը կարող էր միայնակ կիրառել իր հմտությունը ու ներդնել, ասեմ, որ թիմ է պետք էլի, ինքը այդ թիմը ըստ էության չուներ, միայնակ իր ուսերի վրա էր կրել եւ արդյունքում կարելի ասել բոլոր ընդգրկված մարդկանց ջանքի շնորհիվ տապալվեց այդ միջնորդությունը։ Ամեն մեկը մի ձև նպաստեց այդ տապալմանը։ Եվ հասանք մի իրավիճակի, որ երբ դուրս եկավ միջնորդը, դուրս եկավ ավտոմատ պայմանավորվածությունները եւ հասանք այսօրվա նորից այն նույն կոտրած տաշտակի առաջ, երբ նոր միջնորդ ենք փնտրում։ Առաջի հերթին պետք է ինչ-որ չափով վստահություն ձեռք բերեն կողմերը։ Եվ այդ բանակցողի, այսինքն ուժային կողմի բանակցողի առաջնահերթ խնդիրներից մեկն է անել ամեն ինչ, որպեսզի վստահություն լինի։ Իրան պետք է վստահեն, որ ինքը այն մարդն է, որը կարող է անի այն, ինչ որ խոստանում է։ Եթե այդ վստահությունը չկա, ապա մենք չենք տեսնի բանակցություններ։ Պարզ է, որ այս ընթացքում իշխանությունները կամ ոստիկանությունը փորձում է գտնել այն մարդկանց, որոնք ունեն այդ վստահությունը, բայց պարզ չէ մինչև վերջ միջնորդ են իրանք, թե բանակցող են իրանք, այդ դերերը շատ ու շատ հստակված չէին, ինձ թվում է, հստակ չէր բանեղած ինչ դերում են գտնվում դրանք։ Խոսքի օրինակ գեներալ Բալասանյանը նա բանակցում էր իշխանության կողմից,
թե նա միջնորդ էր եւ տարբերությունը մեծ է, որովհետեւ միջնորդը պետք է փնտրի գտնի տարբերակներ, որոնք որ ընդունելի կլինեն երկու կողմի համար։ Եթե վստահությունը կա, եթե երկու կողմը համաձայնվում են, որ ոչ մեկ չպետք է տուժի, ոչ մեկ չպետք է զոհվի, որ արյուն չպետք է թափվի, այդ հիմքի վրա սկսվում է բանակցությունը։ Այո, կան դիպուկահարներ, այդ չի նշանակում, որ հրամանատրվելու կրակել։ Բայց այդ ճգնաժամային վիճակում ամեն ինչ հնարավոր է։ Մյուս կողմը պետք է հասկանա, որ ստեղ էլ ուժ կա։ Եթե իրանք տեսեն, որ ուժ չկա, եւ ինչ է տեղի ունենում, մեզ մոտ շատ հիբրիդ ինչ-որ իրավիճակ է ստեղծվել, որտեղ որ զինված խումբը հույս ունի, որ ժողովուրդը, իրանք այդպես են կոչում, ժողովուրդը պետք է դուրս գա փողոցներ եւ իրանք նպատակը հիմնականում պետք է հասնեն իրանք այդ մոբիլիզացիայի բանով։ Այդ մարդիկ իրանք վրա են դրել ուլտիմատում, շատ հստակ ասել են, մենք զենքերը վայր դնող չենք։ Դա բանակցելը շատ դժվար է եւ պետք է մի մարդ, որ այդ արժեքները կիսում է, որ հասկանում է ինչպես են մարդիկ պատկերացնում այդ խնդիրը։ Ես կարող եմ իմ կարծիքը ասել, ինքն ընդհանրապես կարծիք է։ Մոտ այն տպավորությունն է, որ տղաների մոտ, մի մասի մոտ, այնտեղ տարբեր են մարդիկ բնականաբար, ոնց որ իրանք ակոպում նստած Ղարաբաղյան պատերազմի պահին լինեն։ Եվ այդ իրավիճակն են իրանք պատկերացրել եւ պետքա մի մարդ գնա, որ այդ իրավիճակում այդ լեզվով կարողանում է իրանց հետ խոսա։ Միգուցե ճիշտ են թերված, որ միջնորդները գնում են ռազմական պատմական անցյալ ունեցող մարդիկ, զուտ գնալ, թուղթ ու գրիչը դնել, ռացիոնալ տղերքին հասկացնել, սա օրենսդրությունն է եւ այլն, այս պարագայում ինչ որ թղթիկը բաժանել եւ իրանք թղթիկը կարդալով որոշում կայացնեն, չի լինելու։ Դժվար process է, շատ դժվար։ Դրա պատճառով էլ կիրառվում են բանակցության այլ էլեմենտներ, ինչպես գիտեք, որը բնակչությունը չի ընդունում, բայց ինստրուկցիաներում կա, ինչպեսին հոսանքը անջատելն է, ջուրը կտրելը եւ այլն։ Երբ այդ էսկալացիան տեսնում են կարող է շարունակվի, մենակ այդ դեպքում արդեն ասում չէ շատ արագ պետքա ու այդ այնա ինչ առայժմ կողմերը չեն ուզում, այսպես ասեմ, արյունահեղության սցենարն է, առայժմ ինքը կողմերի կողմից ընդունելի չի։ Մյուս ելքը կոչվում է այսպես ասած ստեղծագործ ճանապարհ, որ օրինակ տրվեց այն ինչ չէր տրվում առաջի օրը։ Այդ թերթիկները, որ ասում եմ, այնտեղ տրվեց, օրինակ դա ինչ որ լուծում է։ Եթե զենքերը վայր դնեք, ապա օրենքը թույլ է տալիս, չգիտեմ ինչ անել, հա, դա արդեն ինչ որ լուծում է։ Այդ տղեկը ազատեցին բոլոր այդ վերջի 4 ոստիկաններին, նաև այդ թվում 2 գեներալներին կարելի էր ազատել Սեֆելյանին։ Ոչ մի վտանգ ինքը չի սպառնում, իրան կարող էին ազատեին, դա շատ լուրջ կփոխեր մթնոլորտը։ Ու իրոք աննախադեպ է, երբ որ զենքով մարդիկ պետական շենք գրավում են, կողքը գնում է միտինգ, ի աջակցություն այդ տղեկի ու միտինգը ճիշտը դες ասեմ շատ մեծ է։ Ես այս դեպքում չեմ տեսել այլ երկրներում։ Ուրեմն մենք ունենք մեր սպეციფიკան, որը ոչ բոլոր անգամ է, որ այդ կլիշեների մեջ օֆիցիալ կամ գիտության համաձայն տեղավորվում է։ Դա պետք է հաշվի առնենք։ Ու առաջի հերթինը նախկին պատմությունը խորը անվստահության իշխանությունների նկատմամբ կա։ Ու ես չեմ տեսնում ցանկություն իշխանության մոտ գնալ կամ վերսկսել բանակցություն կամ մեկին ուղարկել։ Ինչքան ես հասկացա երեկվա գիշերվանից, որոշումը կայացած է, ասենք ուժային մեթոդով լուծել։ Միգուցե այդպես մեծ խմբով չուղարկել, ջարդելու կամ փշրելու, բայց կամաց իրանց խեղդելու։ Դա պարզ է, որ նաև միջազգային օրենքների բանին հակասում է։ Ամեն մի քայլը, որ արվում է, պետք է վստահություն ավելացնի։ Իսկ ես ինչ եմ դիտում այստեղից հերվից, Բոստոնից, ոչ Երևանից շատ քայլեր են արվում, որոնք որ այդ չեղած վստահությունը արդեն անցնում է ոչ թե 0-ի, այլ 0-ից էլ արդեն ցածր են իջել։